Սուրբ Պետրոսի հրապարակից հղացուղերձում Պապը նաև իր զորակցությունն էր հայտնել Իսրայելին, միաժամանակ ընդգծելով Գազայի հիշատակելով մոլորակի այլ հատվածներում շարունակվող հակամարտությունները, Հռոմի Պապը դիմել էր քաղաքական առաջնորդներին, խնդրելով օգնել կարիքավորներին և խաղաղություն տարածել։ Միջազգային զանգվածային լրատվամիջոցները Ֆրանցիսկոս Պապին վերաբերող տարբեր ուշագրավ փաստեր են հիշեցնում։ Ավազանի անունը Խորխե Մարիո Բերգոլիո է, ի տարբերություն այլ հոգևորականների, իր ամբողջ ժամանակը չի նվիրել աստվածաբանության ուսումնասիրությանը, սովորել է համալսարանում ստանալով քիմիկոսի որակավորում և դիպլոմ, որոշ ժամանակ դպրոցում դասավանդել է քիմիա։ Տարբեր առիթներով մամուլը հաճախ է գրել նրա անձնական նախասիրությունների և կյանքի մասին։ Մինչև հոգևորական դառնալը Խորխե Մարիո Բերգոլիոն սիրում էր տանգո պարել, որպես իսկական արգենտինացի սիրում էր ֆուտբոլ և ակտիվորեն երկրպագում հայրենի թիմերին։ Նույնիսկ Հռոմի Պապ ընտրվելուց հետո անմասն չէր ժամանակակից տենդենցներից, համացանցում էջերն էր, օրինակ, X-ի նրա էջը ավելի քան 20 միլիոն հետևորդ ունի։ Հռոմի Պապը նաև աչքի էր ընկնում համեստությամբ։ Իր ստացած ճոխ նվերներից շատերը Պապը վաճառում էր, իսկ գումարը հատկացնում բարեգործությանը։ Ուշագրավ է, որ 1994 թվականից ի վեր Ֆրանցիսկոսը հեռուստահաղորդումներ չի դիտել, որովհետև նման ուխտ էր արել Սուրբ Կույս Մարիամին։ Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի Պապ է ընտրվել 2013 թվականին Բենեդիկտոս 16-րդ Պապի հրաժարականից հետո։ 2016 թվականին Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այցելել էր Այսօր Վազգեն առաջինն էր Գարեգին հայոց կաթոլիկոսը։ Վատիկանի կարդինալ Քևին Ֆարելը երկուշաբթի առավոտյան է հայտարարել, որ